Մենք թերևս երևի թե պիտի սկսենք այլ կերպ պայքարել, որովհետև ես նոր եկա, չգիտեմ ովի չէ խոսել, միգուցե կրկնվեմ ինչ-որ մարդկանց մտքեր, բայց այն, որ իմ ստամոքսի հացն են խլում, ես կարող եմ հանդուրժել, բայց երբ որ իմ հոգու հացն են խլում, այդ մեկը Ջիվանին ասում էր պատվից, հացից, կրոնից չկպնես, իմ հոգում կպնել չի կարելի։ Այն ինչ որ հոգևոր արժեք է հայի համար, ուզում է հայի միջի թուրքը լինի, կողքի հարևան թերացի, վրացի, թուրք և ադրբեջանցի, ռուս կամ ով ուզում է լինի, որևէ մեկին չի կարելի հանդուրժել, որովհետև այսպես տվեցինք ամբողջ ինչ-որ էինք։ Այն ինչ-որ հազարամյակներով վաստակել էինք, օրերի մեջ կարող ենք տալ։ Այն ինչ-որ վաստակվում է մեր պապերի քրտինքով, մի ստահակ, որը երևի պապել չի ունեցել, սովորաբար նման մարդիկ, որոնք պղծում են ազգը և պղծում ազգային սրբությունները, կներեք, այստեղ երեխաները կան, բայց դրանք բիջ են։ Ինքն նրանք չունեն ազգություն, չունեն հայրենիք, չունեն ծնող, այլապես չեն պղծի, այն ամեն ինչ որ վաստակվել է պապերի քրտինքով։ Ես չեմ կառուցել այդ փակ շուկան, ես նույնիսկ ծնված չեմ եղել, երբ որ կառուցել եմ։ Բայց մի բան գիտեմ, որ այն ինչ որ իմ ազգի վաստակն է, իմ ազգային հանճարի վաստակն է իրավունք չունեն չդվզելու, չբարձրաձայնելու և իմ կյանքը, իմ մշակույթը, իմ հոգին, իմ ոգին, իմ բազուկը իսպաս դնելու այն ամենի համար, որ կոչվում է պայքար հանուն մեր ազգային տեսակի։ Այստեղ բոլորը այն մարդիկ են, որոնք պայքարում են, մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Ես ուզում եմ տարբեր բաներից խոսեմ առանց ձանձրացնելու ձեզ և ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել պարոն Բաբայանին, որովհետև առիթը չի եղել, չնայած մենք գոլեգաներ ենք արդեն, բայց Զորի Բալայանի գրած նամակի համար չակերտավոր շնորհակալությունը պարոն Բաբայանին, Ռուբեն Բաբայանի, այս շենքի գեղարվեստական ղեկավարի տնօրենի։ Ես ուզում եմ խորհուրդ եմ պարոն Բաբայանի քաղաքացիական կեցվածքի համար, քաղաքացիական կեցվածքի առջև, որովհետև այն որ սովորական իմ նման մահկանացուները, որոնք ոչինչ չունեն իրենց հետևում, ոչ տնօրեն են, ոչ մի պաշտոն չեն զբաղեցնում, հեշտ է խոսել, հեշտ է քննադատել, բայց երբ որ քո թիկունքին ինչ-որ մի կարևոր պաշտոն կա ստանձնած, որը ոչ թե պաշտոն է որպես աթոռ տվյալ դեպքում, այլ մի մեծ աշխատակազմ, երեխաներին մատուցվող մի մեծ մշակույթ, որը կարևոր առաքելություն է, շատ կարևոր, բայց մարդը հանդգնում է ինչ-որ խոսք բարձրացնել, որովհետև այն մարդիկ, որոնք կարող են այդքան մեծամտանալ, որ ազգի անունից նվիրաբերեն մեր հայրենիքը, նրանք տականքեչ են, նրանք ուղղակի տարրական դավաճաններ են, տարրական մարդուկներ, որոնք ուղղակի իրավունք չունեն այս երկրում ապրելու։ Եթե մենք մեր արհամարանքը, մեր վերաբերմունքը մարդկային ցույց տանք նրանց նկատմամբ, այլևս չբարևելով, այլևս իրենց մտավորական կամ հայ չկոչելով, կարծում եմ ինձ համար Ալեքսանյան, Սամվել Ալեքսանյանը հայ չէ և Հայաստանի քաղաքացի չի կարող լինել։ Նման մարդկանց պետք է զրկել քաղաքացիությունից ընդհանրապես։ Եվ մի կարևոր բանաձև, որը Գարեգին Նժդերն է ինձ տվել։ Թղթե հիմարությունների համար չեն գնում զոհվելու, այլ գնում են սեփական համոզմունքների համար։ Ցանկացած օրենք, ինչը որ ընդունվում է երկրում, ապօրինի թե օրինական, թղթե հիմարություն է, քանի մենք չենք ընդունել այդ։ Որևէ մեկը մեզ չի ստիպել գնալ կռիվ, պատերազմ և Ժիրայր Սեֆիլյանը և իմ զինակից մյուս ընկեր Վալոդյա Ավետիսյանը, որ այսօր հետապնդվում են։ Որևէ մեկը այդ որ ճամարտակում է նրանց դեմ և ինչ-որ մատ է թափ տալիս կամ կներեք ժողովրդական բառերով հաթաթա է տալիս, որ այսպես կանեն կամ կդատեն կամ ինչ-որ գործեր են ուզում հարուցեն, ուղղակի ծիծաղելի են ու իրոք մանր է, ինֆուզորիա, լավ գեղեցիկ բառ կա։ Այլապես այդ մարդկանց հնարավոր չէ կոչել, որովհետև մարդիկ հասկանում են իրենց այնքան մանր լինելը, որ իրենց աթոռով են կրվում։ Բայց չեն հասկանում, որ մեր մեջ կան մարդիկ, որոնք
աթոռի դեմ չեն գնացել, այլ զրահի դեմ են կանգնել, թնդանոթի դեմ են կանգնել եւ այդ տղաներին իրենց աթոռակրվով չեն կարող վախեցնել։ Ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, ով որ այստեղ է, ով իր ընդվզման ձայնն է բարձրացնում, ով միանում է այն բոլոր արդարության կոչերին, այն բողոքի ձայնին, եւ չեմ ուզում ցալով բողոք լինի։ Ամենակարևոր բանը հետևողական լինելն է։ Մեզանից յուրաքանչյուր խոսքում, հարցազրույցում, առիթ թե անառիթ, առանց առիթը բաց թողելու պիտի բարձրաձայնենք այն ամեն ինչ կատարվում է։ Ես մի կարևոր բան հասկացա, որ եթե սա պատմամշակութային կոթող է, բայց նորից ոտնահարվում է, եւ պետական ոչ մի կառույց չի արձագանքում, նշանակում է կամ պետությունը գերի է օլիգարխների ձեռքին, ինչ ավելի հավանական է, կամ երկրորդը, որը նույնպես հավանական է, պետությունը օլիգարխայի կցորդն է։ Այլապես չէր կարող նման բան լինել, որ ինչ-որ օլիգարխներ բռնազավթեն պատմամշակութային արժեքները, վաղը երևի որ կբռնազավթեն ևս մեկ ինչ-որ մշակութային, պատմամշակութային ճարտարապետական կոթող, վաղ կզավթեն մեր ոգիները եւ մենք ձեն չենք կանելու։ Վերջացնեմ մինչև ռազմապար բարեզ է։ Ձեզ համար վերջացնեմ Նժդեի մեկ այլ բառակապակցությամբ, նախադասությունով կամ գաղափարով։ Վայ այն ժողովրդին, որ իր իրավունքները զոհաբերում է հանուն հանցավոր հանգստի եւ ոչ հակառակը։ Երբեք չտրվենք հանցավոր հանգստին, ասենք այսօր էլ հանգիստ քնեմ, վաղը կգերնեմ կռվի, վաղը չի լինում։ Շատ հայեր 15 թվին այդպես գլուխները դրին բարձին, որ վաղն են կռվելու, այսօր հանգիստ քնեմ, վաղը կսկսեն կռիվը, վաղը չեղավ, որովհետև քնած, ինչպես եւ Հունգարիայում մորթեցին մեզ։ Քանի դեռ չեն մորթել մեր հոգիները եւ քանի դեռ մեր հարստությունը մեր ձեռքում է եւ բազում հարստություններ, որ դրված են արդեն զոհասեղանին, ինչ որ այլանդակների զոհասեղանին, քանի դեռ այդ զոհերը նոր չենք մատուցել, ստափենք եւ ելնենք իմ մարդ, Իզրայել։
Եվ մտանք Բերլին պարեցինք, Շուշի մտանք պարեցինք, հիմա և ինչ ենք պարում, իհարկե Քոչարի։ Մենք կարծում եմ դեռ Ստամբուլի պատերի տակ պետք պարենք, բայց մինչև այդ Բաղրամյան 26-ում կպարենք։ Որպես հայերեն տիպի հնչեր գլխավոր երագույն ոսով էր հրամանատան է, բայց օրենքով, ասում են օտար բարով, որպես գեներալնի փորձ, որ հետո Բաղրամյան 26-ում պարենք, առաջարկում հիմա միանալ ձեզ և պարենք Կարլո Քոչարը։ Մինչև չպարենք չի գնենք, մինչև չպարենք Բաղրամյան 26 չի ասում։
բարեփոխում